ըստ էության, որպեսզի թվային աշխարհում աշխարհիկ մարդկանց համար հասկանալի լինի, մենք ստեղծում ենք մի ստանդարտ, տվյալների ստանդարտ, որը պիտի օգտագործենք շտեմարաններում տվյալների մուտքագրման եւ պահպանման համար եւ հետո օգտագործման համար։ Այսինքն ըստ էության սա իմպերատիվ է պետական մարմինների համար, թե ոնց ենք մենք աշխատելու տվյալի հետ, որպեսզի ապահովենք մեկ անգամ մեկ տվյալ եւ այլևս բոլոր համակարգերի այդ տվյալի գոյությունը, որպեսզի ամեն անգամ մարդկանց չասենք անձնագրի պատճենը բեր, ID քարտի պատճենը բեր եւ այլը, այդ համակարգը լիարժեք աշխատի, ճիշտ եմ, չէ՞։ Հենց այդպես, բանկը մի բան էլ հավելեմ, որ նաեւ այդ շտեմարանները, ովքեր որ կառավարում են, ունենք մի մոտ 30 մոտավորապես շտեմարաններ, եթե այդպես ամփոփեմ, որոնք որ մեր համար կարևոր են, այդ շտեմարանների կառավարիչներ կան եւ իրենք պետք է այդտեղ նաեւ նկարագրեն, թե դա ինչի համար է, որպեսզի տվյալի փոխանակումը մարդիկ հասկանան, թե որտեղից պետք է դա վերցնեն։ Այսինքն, ինչ որ դուք նշեցիք, միանշանակ տեղի ունենալու համար պետք է նաեւ այդ շտեմարանի նկարագրություն ունենա։ Մենք դա ենք ձևակերպում, այլ լեզվով ասած, ասում ենք ճակերտավոր լեզու եւ նկարագրությունը, այսինքն տեխնիկական պարամետրերը, թե տվյալների նկարագրությունը, բովանդակային, թե տեղ ինչա զետեղված։ Հենց այսպես ասած, ճակերտավոր անձնագիրն ենք գրում, թե դա ինչի մասին է եւ ինչ լեզվով պետք է այդտեղ ամեն ինչը գրվի, որ կարողան իրար փոխանակվեն, այո։ Շատ լավ։ Պարոն Երիցյան, կավելացնեք ինչ որ բան։ Հիմնականում ասվեց, ուղղակի շտեմարանները բոլորը պիտի ունենան օրենքով սահմանված կանոնակարգ, որտեղ շատ հստակ սահմանում է երբ է ստեղծվել, ինչ հաճախությամբ տվյալ է հավաքվում, ինչի համար է հավաքվում, ով կարող է դիմել այդ տվյալին, ոնց կարող է բաժանվել եւ այլն։ Կառավարչական համակարգը դա է ունենում։ Բայց դա այլ կերպ ասած նշանակում է, որ մենք ոչ միայն ստանդարտն ենք սահմանում տվյալների եւ տվյալների դասակարգման, այլ նաեւ հասանելիությունն ենք այս ակտով։ Այսինքն դա ապահովում է, որ բաց API-ների միջոցով, եթե դասակարգաչի տվյալը գաղտնի կամ հույժ գաղտնի, այդ տվյալը պետք է այդ թվում մասնավոր հատվածը, եթե կենսական նշանակություն իր համար օրենքով սահմանված է, կարող է դիմել անվտանգության պահանջները բավարարելու դեպքում ունենալ հասանելիության տվյալը։ Այսինքն այսօր որպեսզի հասկանան որտեղ ինչ տվյալ կա, մեծի մասամբ պետք է դիմեն նախարարություն կամ հետաքրվեն կամ ինչ-որ մի բան, թղթի վրա տվյալ չի լինելու, Excel-ի շիթով ինչ-որ մեկի կոմպյուտերում տվյալ չի լինելու, բոլոր տվյալները պետք է շտեմարանում լինեն, կառավարչական համակարգում գրանցված, դրա հիման վրա կատալոգ է ձևավորվում եւ կատալոգում բոլոր տվյալները բաց ծրագրային միջերեսով API-ը հասանելի է լինենում, որ կարողանան ավտոմատ տվյալները ինտեգրեն իրենց ավտոմատ համակարգերում։ Մի բան էլ ավելացնեմ, օրենքը նաև տարածվում է հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների վրա։ Դա էլ պետք է ապահովել, այդ աշխատանքները տարվում են, դա կարևոր է եւ մասնավոր հատվածը, եթե միանում է այս էկոհամակարգին, նույնպես պետք է ստանդարտներ ընդունի, այդ թվում կիբերանվտանգության պահանջները պետք է կարողանան բավարարել, որովհետեւ մի պահանջը ասեցինք, որ միայն մեկ անգամ մասնավոր հատվածի միանալու մոտիվացիան այն է, որ իր ծառայությունները լավանում է ավտոմատ, որովհետեւ ինքը օգտագործում է այդ մեկ անգամ տվյալի մուտքագրում սկզբունքը իր ծառայությունները մատուցելիս, հա։ Դա մեկ եւ երկրորդը փոխանակվում է, չէ՞ մեր հետ։ Այո, փոխանակվում է դա մեկ, բայց նաեւ մենք օրենք ենք ընդունել այդ հանրային տեղեկությունների մասին օրենքը, որը տվյալը շտեմարանում ավելի բարձր իրավաբանական ուժ ունի, քան փաստաթուղթը։ Մեկ ծննդյան վկայականը այլևս պետք չի պահել, եթե իմ տվյալը բնակչության ռեգիստրում ֆիքսված է եւ API-ով հասանելի է։ Դա էլ է մասնավոր հատվածին խթանում, որ ինքը տվյալը վերցնի։ Եվ այդ ամբողջ համակարգի X-ROD-ը անցած անգամ որ քննարկեցինք, այդ հարցումը այսպես ասած տվյալների շտեմարանում ֆիքսում է այդ տվյալ պահին այդ հարցում ինչի համար է արված, որը նույնն է ոնց որ փաստաթուղթ տպեն։ Սա է համակարգը ապահովում, որ մենք անցնենք փաստաթղթային համակարգից տեղեկատվական կամ թվային համակարգի։ Եվ եւս մի բան եմ ուզում կարևորել, բայց այդ մասը պարոն Երիցյան, ներողություն եմ խնդրում, հիշեք ինչ եք ասելու, բայց մի պահ ընդհատվենք հաշվի առնելով մեր ցավոտ պրակտիկաները։ Հիմա պարոն Դադունց, կարող ունենանք մի իրավիճակ, որ sense ջանքներ դնենք, կարգի բերենք այս տվյալների շտեմարանները, վերջում մի հատ դատավոր պարզի, որ չէ ճիշտը թուղթն է։
Ես դա հենց այդ ռիսկը իրավական անվտանգության մեր նախաձեռնության լավ կլինի, որ այս փուլից քննարկենք, որովհետև տեսեք, պարոն Երիցյանը մի շատ կարևոր բան է ասում, որը ապագան է այս ամեն ինչի, որ քաղաքացու վերաբերյալ տվյալը էլեկտրոնային ըստ էության քաղվածքը ինչ որ համակարգի վավեր իրավական բարձրագույն իրավական ուժ ունեցող կոնտենտա, չեմ ուզում ասեմ փաստաթուղթա, որ էլի չնույնականացնենք թղթի հետ։ Հիմա սա փորձաքննություն արվել է կամ խնդրեմ մի անգամ էլ անենք, որպեսզի հետո սյուրպրիզներ չունենանք։ Նորից կնայենք բան փոխվարչապետ, բայց օրենքի ձևակերպում եթե հստակ լինի, որ դա ունի բավարար իրավական ուժ եւ հիմա էլ դատավարությունների թվայնացմանը զուգահեռ հիմա դատաներում նման խնդիր ըստ էության չի էլ արձանագրվել,